Կացրեք կանգնած եք երկու դռների առջև, մեկի հետևում աշխարհիկ շքեղությամբ լի կյանքն է, բայց լի վախերով, խաղաղության բացակայությամբ ու ներքին դատարկությամբ, մյուս դռան հետևում կյանքի ամբողջականությունն է իր բոլոր երանգներով, ուրախություն ու հավիտենական հաղորդակցություն Աստծո հետ, որը կընտրեիք։ Այս կիրակի մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է մեզ. ես եկա, որպեսզի կյանք ունենաք, կյանք իր լիության մեջ։ Հովհաննես ավետարան 10:10 Պաղեստինի լեռներում յուրաքանչյուր հովիվ ճանաչում էր իր ոչխարներին անվանապես, քայլում էր նրանց առջևով, առաջնորդում դեպի թարմ արոտավայրեր ու հանդարտ ջրեր։ Բայց կային նաև գողեր ու ավազակներ, որոնք գալիս էին միայն ավերակ, գողություն ու կործանում սփռելու համար։ Հիսուս Քրիստոս այս պատկերը օգտագործում է նկարագրելու մեր հոգևոր կյանքը։ Նա է ճշմարիտ հովիվը, բարի հովիվը, որ իր կյանքը տալիս է իր ոչխարների համար։ Մյուս բոլորը, որ փորձում են մեզ գրավել, աշխարհի գայթակղությունները, կասկածի շշնջոցները կամ չարի խոսքերը, ընդամենը գողեր են, որ ուզում են խլել մեզանից ճշմարիտ կյանքը։ Եկեղեցու հայրերն ասում են, որ լիակատար կյանքը սկսվում է ոչ թե երկնքում, այլ հենց այստեղ երկրի վրա։ Սա է թեոսիսը, մարդուն աստվածապարգև շնորհի աստվածակերպ դարձնելու ճանապարհը։ Լիակատար կյանքը միայն առանձնապես բարեպաշտի համար չէ։ Դա Աստծո նվերն է մեզանից յուրաքանչյուրին, բայց մենք պետք է ընտրություն կայացնենք։ Պետք է շարունակենք հետևել գողերի ձայնին, որոնք համոզում են, թե աշխարհիկ հաջողությունները, նյութական ունեցվածքը կամ մարդկային փառքը դրանք են ճշմարիտ կյանքը, թե որոշենք բացել մեր սրտերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առջև, ճշմարիտ հովի առջև։ Այո, լիակատար կյանքը չի նշանակում, որ մեր բոլոր խնդիրները միանգամից կվերանան, այլ նշանակում է, որ կյանքի փոթորիկների մեջ մենք ունենք անսասան մի խարիս, Հիսուս Քրիստոսին։ Նշանակում է, որ մեր հոգին սնվում է հավիտենականությունից, նույնիսկ երբ մեր մարմինը թուլանում ու ծերանում է։ Այն նշանակում է, որ դեռ այստեղ երկրի վրա մենք սկսում ենք մասնակից լինել աստվածային բնությանը, ինչպես ուսուցանում է մեզ Սուրբ Պետրոս առաքյալը։ Հայ առաքելական ավանդությունը, սիրելիները, սովորեցնում է մեզ, որ այս նոր կյանքը մենք ընդունում ենք խորհուրդների միջոցով, աղոթքով, սրբերի հետ հաղորդակցությամբ և Քրիստոսի ամենօրյա նվիրվածությամբ մեր գործերով։ Ամեն սուրբ պատարագ, որին մասնակցում ենք, ամեն Տեր մեր Հիսուս Քրիստոս ողորմիր մեզ, որ աղոթում ենք, ուղղորդում է մեզ դեպի այդ աստվածային լիությունը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, Հիսուս Քրիստոս այսօր կանգնած է ձեր սրտի դռան առջև և թակում է։ Նա չի գալիս որպես գող, այլ որպես սիրող հովիվ։ Նա չի ուզում ձեզանից ինչ-որ բան վերցնել, այլ ուզում է ձեզ ամեն ինչ տալ, կյանքն իր ամբողջականությամբ։ Եկեք ուրեմն այս շաբաթի պատասխան միանգամայն գիտակցենք և հետևենք նրա ձայնին։ Եկեք աղոթենք ու լռության մեջ լսենք նրա ձայնը։ Սուրբ պատարագին մասնակցենք և հաղորդվենք Տիրոջ։ Եկեք մեր մերձավորների հանդեպ սիրով արտացոլենք Տիրոջ կամքը։ Ամբողջական կյանքը իր բոլոր երանգներով սպասում է ձեզ, ոչ թե ինչ-որ մի ուշ ապագայում, այլ հենց հիմա, այսօր և այստեղ։ Քրիստոս հարյավ իմեռելոց։